Տիկին Հովանիսյան, ես պիտի անդրադառնամ մրցութային խորհրդի ձևավորման կարգին։ Խորհրդի կազմում բաղկացած է Մարդու իրավունքների պաշտպանի, փաստաբանների պալատի, Սահմանադրական դատարանի նախագահի, Բարձրագույն դատական խորհրդի, Հանրային խորհրդի կողմից նշանակված մեկական անդամից։ Շատ լավ տեղյակ ենք Ջակարտայի համաձայնագրին, չեզոքության եւ ապաքաղաքականության մասով, այս թվարկածս կառույցների մեծ մասին Ֆելինիի երևակայությունը պիտի ունենալ համարելու, այսպես ասենք, ապաքաղաքական եւ չեզոք կառույցներ։ Բոլորս էլ շատ լավ հասկանում ենք, որ այս կառույցների գերակշիռ մեծամասնությունը իշխանության քվոտայով, իշխանության յուրիսդիկցիայի տակ գործող կառույցներ են։ Ինչևէ, հիմա այդ կառույցների անկախության խնդիրը չեն քննարկում։ Ես կարծում եմ, այս առաջարկը կպաշտպանեն նաեւ այլ քաղաքական ուժեր եւս, գտնենք ուրեմն ձևակերպում, որպիսի անդամ առաջադրելու, այսինքն մրցութային խորհրդում ներկայացված լինեն նաև ընդդիմադիր քաղաքական ուժերը, ինչ ֆորմուլայով, ինչ ձևակերպմամբ դա կլինի, որպիսի չեզոքությունը պահպանվի, ի վերջո ընդդիմադիր քաղաքական ուժերը պարտադիր չի, որ ընդդիմության ներկայացուցչին առաջարկեն խորհրդում եւ բացարձակ նման խնդիր դրված չէ։ Մենք կփորձենք գտնել ձևակերպումը, որպիսի պահպանելով չեզոքությունը այս հանձնաժողովի, որտեղ ես կրկնում եմ, այս անունները, որ այստեղ թվարկված է, Սահմանադրական դատարան։ Դուք երբևէ տեսել եք, որ մեր երկրում Սահմանադրական դատարանը, ես ինձ հայտնի չի որևէ քաղաքական վեճ, որը լուծվել է հօգուտ ընդդիմության։ Հիմա չքննարկենք որքանով են անաչառ այս կառույցները, կրկնում եմ, այստեղ ինչը որ թվարկված էր, բոլորը իշխանության հրահանգով աշխատող կառույցներ են։ Հիմա գտնենք ֆորմուլա, որպիսի ընդդիմությունը թեկնածու առաջադրելու Տիկին Զոհրաբյան, ես ձեր մտահոգությունը հասկանում եմ, բայց նախ եւ առաջ ճիշտ եք, եկեք չքննարկենք այդ մարմինների անկախության կամ ինքնուրույնության կամ այլ երաշխիքներ, հատկապես որ դրանցից մեկի վերաբերյալ ձեր վերդիկտը մի փոքր չափազանցված է, թեկուզ մենակ այն պատճառով, որ այդ մարմինը դեռևս գոյություն չունի։ Բարձրագույն դատական խորհրդի մասին եմ խոսում։ Դրա համար ուզում եմ ասել, որ այդ տեսանկյունից հարցին չմոտենանք։ Այն ինչ դուք ասում եք մտահոգության տեսանկյունից, ես կիսում եմ այդ մտահոգությունը։ Դրա համար հայտնում եմ իմ պատրաստակամությունը, ինչպես դուք ձևակերպեցիք ճշգրիտ, ձեր բառապաշարով եմ հարցին մոտենում։ Ճիշտ ֆորմուլա կամ ճիշտ բանաձև գտնել, ինչպես առաջադրման հանձնաժողովում որևէ ձևով դա ցույց տալ, բայց ես ի սկզբանե հայտնում եմ իմ անձնական քննարկվի աշխատանքային խմբում առհասարակ կառավարության հետ ի վերջո սա համահեղինակությամբ նախագիծ է, բայց ես իմ անձնական դիրքորոշումն եմ հայտնում, որ ֆրակցիաների տեսանկյունից առաջադրման փուլում իրավունք վերապահելը համարում եմ այդ բոլոր սկզբունքներին հակասող։ Գտնել ֆորմուլա, որը կբավարարի եւ որևէ ձևով կկարողանանք մասնակից դարձնել, պատրաստակամ եմ ձեզ հետ քննարկելու օր ու գիշեր ամեն պահ, մինչև գտնենք այն բանաձևը, որը կբավարարի երկու կողմերին էլ։ Ընտրեմ արձագանքելու։ Տիկին Հովանիսյան, միգուցե այս էքսպրոմպտ մի այսպես ֆորմուլա մտածեցի, միգուցե քաղաքացիական հասարակությունը, ասենք, ես չգիտեմ, տանք նաև հնարավորություն քաղաքացիական հասարակության առաջադրելու, քաղաքացիական հասարակությունը քննարկելով խորհրդարանական ընդդիմության հետ, այսինքն որ իմպերատիվ չլինի խմբակցությունների պահանջ, որ ես շատ լավ հասկանում եմ, որ անմիջապես լինելու է եվրոպական կառույցների ոչ պոզիտիվ արձագանքը։ Միգուցե ներառենք քաղաքացիական հասարակություն, բայց քաղաքացիական հասարակությունը քննարկելով, ասենք, քաղաքական ընդդիմության հետ։ Միգուցե այս ձևակերպում, բայց ես կրկնում եմ, մենք կփորձենք ձևակերպումը գտնել, որտեղ ի վերջո մենք շատ ենք խոսել, որ այդպիսի վերահսկողական կառույցներում վերահսկիչ պալատ, հանրային ծառայություններ, կարգավորող տնտեսական մրցակցություն եւ այլն, գոնե արդեն 18 թվից հետո որոշակի լիազորություններում ընդդիմության դերակատարությունը պիտի լինի բավականաչափ ակնառու։ Ես մի էքսպրոմպտ ձևակերպում առաջարկեցի, այլ տարբերակների մասին քննարկենք։ Տիկին Զոհրաբյան, բավականին հետաքրքիր մոդել իրականում թեկուզ էքսպրոմպտ, բայց առաջարկեցիք, ես հայտնում եմ իմ պատրաստակամությունը թե ձեզ հետ եւ թե խորհրդարանական մյուս խմբակցությունների հետ դա քննարկել, փորձել հասկանալ ինչպիսի ձևաչափով մենք կարող ենք դա իրագործել։ Ընդդիմության դերակատարությունը բարձրացնելու ես ոչ դեմ չեմ, ոչ միայն դեմ չեմ, այլ նաեւ դրա կողմնակիցն եմ, բայց այդ ամեն ինչը պիտի իրականացվի իրականում ճիշտ
ուղղությամբ եւ այս մարմինները վերահսկողական դասական գործիք համարվում են ընդդիմության ձեռքին, բայց ոչ ընդդիմության այսպես հովանու ներքո եւ դա չի նշանակում, որ իրանք պետքա լինեն ընդդիմության կողմից ձևավորվող։ Սրանք մասնագիտացված մարմիններ են։ Ուզում եմ սա փաստել, միանշանակ, նորից եմ ասում, համոզմունք հայտնել, բայց ձեր ձևակերպումը արդեն գրառված է ինձ մոտ։ Շնորհակալություն եմ հայտնում, կքննարկենք։